Ինչպես տեսնում եք, Մաշտոցը ոչ միայն Այբենարանում առկա է, այլև հատուկ հենց իր ներկայացման համար տեսանյութ է մշակված։ Հնարավոր է, որ արդեն հաջորդ տարի առաջին դասարանցիները Երևանի դպրոցներում չկարողանան դիտել Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսանյութը, որի մասին նշում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է արգելել և սահմանափակել դպրոցներում հեռախոսների օգտագործումը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի և միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի խոսքով 7-ից 12-րդ դասարանցիները կարող են օգտագործել հեռախոսը կրթական պրոցեսում, սակայն ըստ պաշտոնյայի դա պետք է լինի ուսուցչի ցուցումով և շաբաթական 1 կամ 2 անգամ։ Տիգրան Ավինյանի խոսքով էլ նպատակը դասապրոցեսներից չշեղվելն ու բացասական հետևանքներից խուսափելն է։ Դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Վաղար Շվաղարչյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցում նորություն չէ դասաժամերին հեռախոսների սահմանափակումը։ Դպրոցի տնօրեն Ծովինար Մելքումյանի խոսքով երեխաները դպրոց են գալիս հեռախոսներով, դրանք հանձնում են դասղեկներին և միայն օրվա վերջում հետ ստանում։ Եթե անհրաժեշտ է լինում երեխաներին տվյալ պահին որևէ կապի միջոց, եթե մեր համակարգիչները չեն բավականացնում կամ համակարգչային դասասենյակում դաս է ընթանում եւ մի ուրիշ դասասենյակում անհրաժեշտ է կապ, չգիտեմ, այսօրվա դասապրոցեսում շատ կիրառելի, անմիջապես բաժանվում է երեխաներին, օգտագործվում են, հետո նորից հավաքվում է, որևէ խնդիր այստեղ չկա, այսինքն ըստ անհրաժեշտության օգտագործվում է, բայց ամբողջ օրվա ընթացքում երեխաների ձեռքում դա չի լինում։ Իսկ ինչ անել, եթե առաջին դասարանի աշակերտը հայոց գրերի ստեղծման մասին իմանալու համար թվային գործիք կիրառելու կարիք ունենա, քանի որ Մաշտոցի մասին պատմությունն Այբենարանում QR կոդի տակ է թաքնված։ Գրեթե բոլոր դասասենյակներում Մեսրոպ Մաշտոցի նկարը կա եւ եթե անհրաժեշտություն լինի, մենք կարող ենք այդպես էլ ցույց տալ երեխաներին ու չեմ կարծում լուծումները բավականին շատ են։ Կարելի է Մեսրոպ Մաշտոցի նկարը թեկուզ փակցնել, ծնողներին հանձնարարել, ունենալ տետրերում փակցված, չեմ կարծում թե այս պահին, եթե նույնիսկ առաջին դասարանի երեխա կարող է լինել, ով հեռախոսից օգտվի կամ չկարողանա օգտվել։ Այդ դեպքում ինչ անենք, պարտադիր պետք է սովորեցնենք հեռախոսից օգտվելու կանոնները, որպեսզի ինքը կարողանա QR-ով տեսնի։ Հեռախոսների արգելումը շատ ավելի առանցքային հարց է, քան QR կոդերը, կարծիք է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ QR կոդերը շատ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է օգտագործել իր հեռախոսով դասարանում, իսկ մնացած առումներով տանը։ Այս ձևով կարծում եմ հարցը կլուծվի եւ նորից եմ ասում, տարբեր փորձարկումներ են արվել եւ էլեկտրոնային դասագրքերի եւ QR կոդերի, դրանք որևէ դրական ազդեցություն կրթության որակի վրա չեն ունենում։ Փորձագետի դիտարկմամբ հարցն այն է, թե ինչպես է այդ ամենը ներդրվելու եւ վերահսկվելու։ Այստեղ պետք է շատ զգուշ լինենք, որտեղ այսօր էլ կան դպրոցներ Հայաստանում, որտեղ արգելում են, բայց աշակերտները խորամանկում են, ասենք մեկը հանձնում են մի հեռախոսը, մյուսը պահում են իրենց մոտ, եւ հաճախ ուսուցիչներն էլ գիտեն այդ մասին, բայց ձայն չեն հանում մտածելով, որ լավ, այդ երեխան ավելի լավ է մնա հեռախոսի մեջ, քան դասը խանգարի։ Այս պետք է զգուշ լիներ, որ հանկարծ արդյունքում չունենանք մի վիճակ, որ դասարանի մի մասը կարող է ունենալ երկրորդ հեռախոս եւ օգտագործել, իսկ մյուսներին չի կարելի։ Քաղաքապետարանի նախաձեռնության մասին Ֆակտոր TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, հասկանալու համար, արդյոք սա համատեղ որոշում է եւ համապատասխանում է նախարարության ներդրած հանրակրթության պետական նոր չափորոշչին։
Տեխնոլոգիաների, այդ թվում հեռախոսների կիրառումը դասապրոցեսի ընթացքում ունի կարևոր դերակատարում։ Ուստի որպես կրթության լիազոր մարմին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է դասապրոցեսի արդիական և տեխնոլոգիապես հագեցած մեթոդներով կազմակերպումը, որի իրականացմանը կարող են նպաստել նաև դասերի ժամանակ հեռախոսների կիրառումը։ Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է ապահովում պետական կրթական քաղաքականությունը, հանդիսանալով ոլորտային քաղաքականություն մշակող միակ և հիմնական մարմինը։ Արգելքները չեն նպաստում թվային գրագիտության զարգացմանը և ընդամենը խնդիրները տեղափոխում են դպրոցից դուրս։ Հետևաբար նախարարությունը կարևորում է հավասարակշռված և միասնական մոտեցումը։ Թեև նախարարությունն իր պատասխանում ուղիղ չի անդրադառնում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը, այնուամենայնիվ նշում է, որ դպրոցներում հեռախոսների օգտագործման կարգավորումներն անհրաժեշտ է սահմանել տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով։ Քաղաքապետարանն էլ նախատեսում է նոր կարգ ներդնել Երևանի 15 դպրոցներում, մոնիթորինգ իրականացնել և մինչ հեռախոսների ամբողջական արգելքը ստացած տվյալների հիման վրա տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վիճակն ու առաջադիմության մակարդակը։